Եվ այսպես կես միլիոն ադրբեջանցի գալու են Հայաստան, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 26 թվականին վերարտադրվի։ Հայաստանը այլընտրանք չունի, Հայաստանը պետք է վճարի Ադրբեջանին։ Այս գնահատականները գալիս են Ադրբեջանից։ Այս գնահատականները գալիս են Ադրբեջանի Մելի Մեջլիսի падգամավոր, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալիքբերլիի կողմից, ով վերջերս տեղական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան ընթացող բանակցային գործընթացին, այսպես կոչված խաղաղությանը, որը հաստատվել է, եւ ի թիվս այլնի անդրադարձել է նրան, թե իր ընկալմամբ ինչպիսի կոնֆիգուրացիա պետք է տարածաշրջանում լինի, անվտանգային ինչպիսի ճարտարապետություն պետք է լինի, որ ադրբեջանցիների ընկալմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինի խաղաղություն։ Ինչ է ասում Ալիքբերլին ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, որ Հայաստանը այլընտրանք չունի, Հայաստանը պետք է վճարի։ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չունի, Նիկոլ Փաշինյանը պետք է վճարի Ադրբեջանին։ Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցի ժողովրդից, Հայաստանը պետք է ներողություն խնդրի ադրբեջանական պետությունից, պետք է փոխհատուցի բոլոր վնասները, որը պատճառել է Ադրբեջանին, ինչպես նաեւ նշել է հետեւյալը, պետք է պայմաններ ստեղծեն, որպեսզի այսպես կոչված փախստականները, որոնք հիմա արդեն իր գնահատմամբ ոչ թե 300,000 են, այլ 500,000 մարդիկ, որոնք բռնի տեղահանության են ենթարկվել 90-ական թվականներին, նրանց ժառանգները հնարավորություն պետք է ունենան վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, ավելին նա ասում է հետեւյալը, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կախված է նրանից, թե արդյոք մեր երկու ժողովուրդները Հայաստանի Հանրապետության տարածքում կկարողանան միասին ապրել, թե ոչ, իսկ եթե դա չլինի, ապա խաղաղություն չի լինի։ Ինչ է ասում Ալիքբերլին, որ 500,000 ադրբեջանցի, կես միլիոն ադրբեջանցի պետք է տեղափոխվեն Հայաստան։ Ժողովուրդ պատրաստ եք այդ մարդկանց դիմավորել Երևանում, իրենց հետ կիսել փողոցներ, իրենց հետ կիսել թատրոնները, խանութները եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց ինչ կարող են ասել իշխանությունները, падգամավորները, փորձագետները, իշխանական լրատվամիջոցները, նախարարները, իրենք կարող են ասել հետեւյալը. հարգելի հասարակություն, իսկ արդյոք Հայաստանում չկան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք լավ, դեռ Արցախը մի կողմ ենք թողնում, հասկանում ենք, որ դա օկուպացիայի է ենթարկվել, վերջերս օկուպացվել է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի նախագահն է այնտեղ այցելում, իր ընտանիքն է այնտեղ այցելում, Արցախը մի կողմ ենք թողնում, արդյոք Հայաստանի Հանրապետությունում չկան քաղաքացիներ, որոնք կարծում են, որ մենք Կարս, Ադանա պետք է հնարավորություն ունենանք վերադառնալ, ավելին իրենք պատրաստ են վերադառնալ։ Չկան այդպիսի քաղաքացիներ Հայաստանում, իհարկե կան, ոչ ոք դա չի հերքում, ուղղակի այստեղ կա ֆունդամենտալ տարբերություն։ Այն քաղաքացիները Հայաստանում, որոնք ասում են, որ Կարսը պատմական հայկական տարածք է, մենք էլ իրավունք ունենք վերականգնել պատմական արդարությունը եւ վերադառնալ մեր պատմական հողեր, աջակցություն չեն վայելում պետության կողմից։ Ինստիտուցիոնալ կառույցներ չունեն, այլ կերպ ասած չունեն ինչ-որ ՀԿ, այլ ինչ-որ իրավաբանական միավոր, որը աջակցություն է վայելում Նիկոլ Փաշինյանի վարչակազմի կողմից։ Չունեն ՀԿ, չունեն հեռուստաալիք, միջազգային համաժողովներ Ադրբեջանից դուրս կամ Ադրբեջանի ներսում իրենք չեն կազմակերպում, իսկ Ադրբեջանի պարագայում իրավիճակը ինչպիսին է, իրենք այս ամեն ինչը ունեն, դեռ մի բան էլ Ադրբեջանի այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչը իրենց Մելի Մեջլիսի, այսինքն իրենց խորհրդանի падգամավորը, մենք այդպիսի բան չունենք, հետեւաբար, եթե Հայաստանում կան մարդիկ, որոնք կարծում են, որ մենք պետք է հնարավորություն ունենանք վերադառնալ Կարս, սա ավելի շատ պատմական իղձերի դրսևորման երևույթի հետ մենք կապ ունենք, գործ ունենք, այլ ոչ թե հստակ պետական քաղաքականության հետ։ Այս իրավիճակում կա եւս մի չափազանց կարևոր նրբերանգ։ Ինչ են ասում իշխանությունները օգոստոսի 8-ից հետո, այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը, Դոնալդ Թրամփը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գագաթաժողով անցկացրեցին, մի քանի չոր թղթեր ստորագրեցին, ասում են խաղաղությունը եկել է։ Ավելին, իրենք նաև ինչ էին ասում, իշխանական լրատվամիջոցները, հանրային հեռուստաընկերությունը մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկերից սնվող հանրային հեռուստաընկերությունը եթեր է հրավիրում ադրբեջանցի մի այլախոհի Արիֆ Յունուսովի, ով իր հարցազրույցում նշում է հետևյալ, որ օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանում այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի այդ պրոյեկտը նախագահի կողմից Ադրբեջանին փակվել է։ Արիֆ Յունուսովի ադրբեջանցու այս խոսքերը տարածում են իշխանական լրատվամիջոցները, կայքեր, տելեգրամյան ալիքներ եւ այլն եւ այդպես շարունակ, իրենք ասում են հետեւյալը, որ արևմտյան Ադրբեջան նախագիծը Ադրբեջանում փակվել է եւ այդ ամենը ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին դիվանագիտության եւ օգոստոսի 8-ին ստորագրած փաստաթղթի։
Ազիզ Ալիքբերլիի խոսքը, որին այսօր արդեն հասցրել ենք անդրադառնալ, կես միլիոն ադրբեջանցիի մասին, խոսում է հետևյալի մասին, որ այդ ծրագիրը ոչ միտեղ չի վերացել, ավելին, եթե մինչև օգոստոսի 8-ը խոսվում էր 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին, ապա հիմա խոսում են կես միլիոն ադրբեջանցու մասին։ Հարգելի հեռուստադիտողներ, վերջին տարիների ընթացքում հատկապես ինչ են ասում իշխանությունները, կարմիր թելով իրենց քարոզչությունը հետևյալ թեզն է առաջ տանում։ Դե տեղի ունեցել պատերազմ, մենք պարտվել ենք պատերազմում եւ մենք շատ դեպքերում չենք կարող դիմակայել Ադրբեջանին, Թուրքիային, մենք պետք է կարողանանք բանակցային գործընթացի շրջանակներում կառավարենք ռիսկերը, այլ կերպ ասած պետք է գնանք զիջումների։ Հիմա կա երաշխիք, որ եթե Նիկոլ Փաշինյանը 26 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ վերարտադրվի, Ազիզ Ալիքբերլիի ասած նա կյանքի չի կոչելու, այսինքն կես միլիոն ադրբեջանցի չի տեղափոխելու եւ բնակեցնելու Հայաստանի Հանրապետությունում։ Ոստի ավարտելով նաև այսօրվա մեր զրույցը պետք է նշենք հետևյալը։ Հիշում եք, չէ, երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում բյուջետային լսումների ժամանակ ինչ էր ասում, որ եթե քաղաքացիական պայմանագիր փաստացի, հա, մենք միտքն ենք փոխանցում, եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 26 թվականին չվերարտադրի իր իշխանությունը, մենք կրկին վերածվելու ենք ֆորպոստի եւ կրկին լինելու է պատերազմ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը վերարտադրի իր իշխանությունը 26 թվականին, Հայաստան են տեղափոխվելու կես միլիոն ադրբեջանցիներ։ Դուք պատրաստ եք այդ ադրբեջանցիներին դիմավորել ձեր հայրենի քաղաքներում։ Դուք պատրաստ եք, որ իրենց երեխաները ձեր երեխաների հետ նույն դպրոցներն ու մանկապարտեզները այցելեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրի իր իշխանությունը, դա կյանքի է կոչվելու, դա էլ իր հերթին անխուսափելի է դարձնելու նոր պատերազմը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Մտածեք այդ մասին։